Չալարեցի, գիտեք, չալարեցի ու բռնեցի ու լսեցի, թե ինչ է իրականում բնօրինակում ասել J.D. Vance-ը։ J.D. Vance-ը ասել է, որ 12 միլիոն դոլարով Հայաստանը գնել է անօդաչու թոչող սարքեր, որոնք սաղս էլ հասկանում ենք, որ նույն ճակատագիրն են ունենալու ինչ որ ռուսական սուվերը, իսկ մետալալում են դառնալու, եւ ըստ էության դա ընդամենը վճար էր իր այցի համար։ Դե այդ մարտելո չի գալու ասի, դե գիտեք ինչ կա, 12 միլիոն փող տվե եկել եմ ձեր նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար։ Պետք է ինչ-որ տենց հայտարարություն աներ, այդ թվում նաև իր շեֆին զեկուցելու համար ու որոշել է ասի, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել 9 միլիարդ դոլար փող տա Ամերիկային, որպեսզի Ամերիկան Հայաստանում դնի մոդուլային ատոմակայան։ Հիմա պրակտիկան ցույց է տալի, որ սա եւս մի աշխարհացունց ծրագիր է, որը մոռացվելու է մի շաբաթ հետո։ Սրանում կարանք վստահ լինենք։ Ու նույնիսկ չխորանանք թվաբանության մեջ, համեմատության համար ասեմ, որ ներկայիս ատոմակայանի էլեկտրոէներգիա ինքնաժոկը 14 դրամ է, եթե 9 միլիարդով նույն հզորությամբ ատոմակայան սարքվի, սակակինը դառնալու է մոտ 160 դրամ։ Բայց ելի եմ ասում, դա չի լինելու, որովհետև Հայաստանը դրա փողը չունի ու Հայաստանին ոչ մեկ այդ փողը չի տալու։ Այստեղ խնդիրը այն է, որ ընդամենը 12 միլիոն դոլարով փոխնախագահ է եկել Հայաստան, որպեսզի Նիկոլը իր քարոզչության մեջ դա օգտագործի գալիք ընտրությունների շեմին։ Ոստեղ ես բռնացրեցի ինձ հերթական անգամ այն մտքի վրա, որ Նիկոլենց գլխավոր զենքը իրանց աներեսությունն է։ Ինչ տիպի աներես էժան մարդ պետք է լինես, որ բռնես ուղակի սխալ թարգմանես Ամերիկայի փոխնախագահի խոսքերը եւ այդ սխալ թարգմանված ինֆորմացիան տարածես այն հույսով, որով այդ կուտը կուտի։ Այսինքն ըստ էության ժողովրդին էշի տեղ ես դնում, իսկ երբ որ ձեր դեմքին թքեն ասեն սուտ եք ասեք անձրևա գալի։ Ինչ ասեմ, մալադեց։ Իմիջիալոց եւս մի հետաքրքիր դրվագել էր եղել։ Թրիպի վերաբերյալ հարցին պատասխանելուց J.D. Vance-ը ասաց, որ դրա ֆինանսավորումը տեղի ունենալու տարածաշրջանային գործընկերների հաշվին։ Հիմա մոտ հարց առաջանում, ովքեր են այս տարածաշրջանում Ամերիկայի գործընկերները։ Իրանի Իսլամական Հանրապետությունն է դա։ Ռուսաստանը։ Վրաստանը։ Ո՞վ է այդ գործընկերը։